Անցնող շաբաթվա տեղեկատվությամբ եթերում Լոռու մարզպետարանի տեղեկատվության հասարակայնության հետ կապերի բաժնի մարզպետարանի ժամ հաղորդումն է, բարև ձեզ։ Մինչ հաղորդման հիմնական թեմաներին անցնելը նախամառոտ այն մասին, թե ինչ է սպասվում հաղորդման ընթացքում։ Ամենասպասված հայտարարությունը քաղաքաշինության նախարարից բնակարանաշինության ծրագիրը շուտով կմեկնարկի։ Մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներ մարզպետարանը վերահսկում է։ Աշխատատեղեր կան, սակայն չեն համալրվում աշխատանքի տոնավաճառ Ալավերդում։ Կստացվում է համայնքների կողմից պետական սեփականություն համարվող հողերի օգտագործման ու տնօրինման գործընթացը։ Համայնքներ հարթագյուղ, ռոռոկման ջրին սպասելիս, իսկ Խնկոյանը սպասում է ճանապարհների նորոգման հնարավորությունների։ Մեծ Պարնին էլ շարունակում է մնալ առաջինների շարքում։ Ամբողջացվեց Ալավերդու բժշկական կենտրոնի վերակառուցման ծրագիրը։ Այս եւ այլ մարզային նորությունների մանրամասներին թողարկման ընթացքում։ Անցած շաբաթ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը աշխատանքային այցով մարզկենտրոնում էր։ Արթուր Նալբանդյանի եւ Լոռու մարզպետարանի տարբեր վարչությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ վերջինս նախ եղավ Տաշիր բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցվող Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի եւ պետական միջոցներով կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակներում, որից հետո այցելեց Սանկտ Պետերբուրգի փողոցի տնակային ավան։ Անահիտ Կարապետյանն է մանրամասնում։ Քաղաքաշինության նախարարը մարզի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթանում է կատարված աշխատանքին Տաշիր բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցվող Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի կառուցումը ավարտական փուլում է։ Նախարարը գոհ է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ սեյսմակայուն իրականացմամբ շինարական աշխատանքների ընթացքից կատարվող շինարարության որակից։ Ֆիլիշին կազմակերպության պատասխանատուները իրենց հերթին քաղաքաշինության նախարարին եւ մարզի ղեկավարին վստահեցրեցին, որ շինարարությունը նախատեսում են ավարտել ժամկետից շուտ։ Պայմանավորված ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խորհրդարանում օրեր առաջ հնչեցրած հարցով, որով պատգամավորը Վանաձորի Սանկտ Պետերբուրգ տնակային ավանի բնակիչներից ստացել էր նամակ եւ վերջինս ներկայացված խնդիրը բարձրացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին դիմել էր հնարավորության սահմաններում լուծում տալ նրանց բնակապահովման խնդրին։ Մարզային ու քաղաքային իշխանությունները նախարարին ուղեկցեցին տնակային ավան, որտեղ ներկայումս բնակվում է 206 ընտանիք, 756 մարդ։ Այս ընտանիքներն աղետի հետևանքով բնակարան չեն կորցրել եւ ունեն ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքի կարգավիճակ։ Վանաձորի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծով վերոնշյալ տնակային ավանի տարածքը նախատեսվել է որպես հասարակական կանաչ տարածք, որը գտնվում է Տանձուտ գետի ափին եւ երկրաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ այն նպատակահարմար չէ շինարարության համար։ Բնակության համար ոչ նպատակահարմար 3-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքերի բնակիչներն էլ Վանաձորի քաղաքապետարանի բակում քաղաքաշինության նախարարին, Լոռու մարզպետին եւ Վանաձորի քաղաքապետին դիմեցին։ Խնդրանքը որևէ ելք գտնելն է 25 տարի տանջող խնդրի համար։ Փուլ առ փուլ լուծում կտրվեն խնդիրներին, խոստացավ քաղաքաշինության նախարարը։ Կարող եմ ուղղակի ասել, որ մեր ուշադրության ներքո է, մենք գիտենք այդ բոլոր խնդիրները, այստեղ կան նաև այլ խնդիրներ, կիսակառույց շենքեր, 3-րդ կարգի վթարային շենքեր։ Եվ նաև այս ամենով հանդերձ պետք է անպայման մտածենք նաև քաղաքի զարգացման ծրագրերի մասին, այսինքն զարգացումը պարտադիր պայման է, որպեսզի նաև զուգահեռ լուծվի այս կարգի խնդիրները եւ ամեն ինչ չլինի ուրեմն պետության հոսերի վրա։ Խնդիրը առհասարակ մենք լուծելու ենք մինչև 17 թվականի վերջը, դա է մեր ժամկետը, բայց ըստ առաջնահերթությունների տարբեր հատվածներ հիմա որպեսի չթողարկեմ, տարբեր հատվածներ կսկսենք նույնիսկ այս տարվա երկրորդ կեսից կիսատ մնացածները եւ ըստ գրաֆիկի վերջնաժամկետը սահմանված է մինչև 17 թվականի վերջ, որպեսի պետությունը իր պարտավորությունները վերջնական կատարի աղետի գոտու մասով։ Այցի ավարտին քննարկում եղավ Լոռու մարզպետարանում, որի շրջանակներում խոսվեց մարզում քաղաքաշինական մի շարք մտահոգող հարցերից։ Վանաձորի քաղաքապետը մարզկենտրոնի տնակային ավանների բնակապահովման խնդրին լուծում տալու համար առաջարկեց փուլ առ փուլ վերանորոգել քաղաքի տարոն թաղամասերի կիսակառույցները կամ լքված բնակարանները, որոնք սոցիալական բնակարանների կարգավիճակ ունեն։ Նա առաջարկեց առաջնահերթությունը տալ սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքներին, մինչդեռ պատգամավորի առաջարկն էր տնակային ավաններից ազատվել ամբողջությամբ, որի հետ համաձայնեց նաև քաղաքաշինության նախարարը։ Նա հանձնարարեց նախ գույքագրում կատարել, ապա վերջնականապես հարցը քննարկել նախարարությունում։ Ինչ վերաբերում է 3-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքերի հիմնանորոգմանը, ապա առաջարկվեց սկսել գործընթացը յուրաքանչյուր տարի հիմնանորոգելով մի քանի շենք։ Աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի ավարտը նախատեսված էր դեռևս 2013 թվականին, սակայն մարզում երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած դեռևս 379 անօթևան ընտանիք կա, որից 316-ը գյուղական
գյուղական բնակավայրերում, 63-ը Վանաձոր եւ Սպիտակ քաղաքներում։ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Լոռու եւ Շիրակի մարզպետների մասնակցությամբ Գյումրիում անցկացված խորհրդակցությունից հետո մարզի ղեկավարը հանդիպել է 33 գյուղական համայնքների ղեկավարների եւ Վանաձորի շահառու ընտանիքների հետ եւ ստացել նրանց մեծամասնության համաձայնությունը։ Բնակապահովման հարցը մեկընդմիշտ լուծել դրամական փոխհատուցման տրամադրման միջոցով։ Քննարկումների փուլից հասկացանք, որ 2015-16 թվականներին անպայման մենք այդ ծրագրի ավարտը նույնպես կտեսնենք։ Եվ իհարկե կային քաղաքաշինական մի քանի կարևոր հարցեր, որը վերաբերվում է կոնկրետ Վանաձոր քաղաքի վթարայնության աստիճան ունեցող բազմաբնակարան շենքերին, նախարարը հստակ պատասխան տվեց եւ առաջիկայում նախարարության մասնագետները կգան, Վանաձոր քաղաքում տեղում ուսումնասիրություններ կկատարեն եւ մասնագիտական եզրակացությունից հետո արդեն պարզ կդառնա դրանց ճակատագրերը։ Նախարարը խոստացավ նաև Սպիտակի մեկ սենյականոցի հավակնորդ 49, Վանաձորի 14 եւ դատարանի որոշմամբ մեկ սենյակի հավակնող համարվող գյուղական բնակավայրերի 8 ընտանիքների բնակարանային խնդիրը լուծել ընթացիկ տարվա ընթացքում։ Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր։ Անահիտ Կարապետյան, Համլետ Պապանյան, Մարզպետարանի ժամ։ Հուլիսի 1-ից մեկնարկել է 2015 թվականի ամառային զորակոչը։ Տարածքային զինկոմիսարիատներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում առաջին նորակոչիկները։ Նորակոչիկներին բանակ ճանապարհելու համար Վանաձորի զինկոմիսարիատ են այցելել մարզպետ Արթուր Նալբանդյանը, քաղաքապետ Սամվել Դարփինյանն ու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան Քահանա Ազարյանը։ Հայրենի երկրի սահմանները պաշտպանելու համար շուրջ 50 նորակոչիկներ իրենց ծնողների ու հարազատների հետ հավաքվել են Վանաձորի զինկոմիսարիատում։ Եվ այս երիտասարդները զինվորական համազգեստ կհագնեն, կկանգնեն սահմանին ու զենքը ձեռքին կպաշտպանեն հայրենիքը։ Հաստատված ավանդույթի համաձայն նորակոչիկներին օրհնելու եւ բարի երթ մաղթելու համար այստեղ է Տեր Վահան Քահանա Ազարյանը։ Ձեր ձեռքերի մեջ է Աստված սիրությունը, հայրենիքի վաղվա օրը։ Սիրեք հայրենիքն այդ իսկ համազգեստի մեջ, հպարտ եղեք, քանի որ մեր նախնիներն այսօրվա համար էին իրենց կյանքը տալիս հանուն հայրենի հողի ազատագրման։ Օրհնանքի իր խոսքում նշեց Տեր Վահանը։ Որքան էլ որ մեզնից ինչ որ մի բան կնա, օրհնում ենք դες։ Իմ օրհնության մեջ նաև թեմակալ առաջնորդի մեր Տիլիսեբու Սրբազանի օրհնությունն եմ բերում դες։ Հաստատ համոզվեք։ Եթե ոչ ամեն օր ամեն կիրակի յուրաքանչյուր պատարագին դες համար է աղոթք քննելու։ Սա այն խոստումով, այն համոզումով, որ ձեր թիկունքին Տեր մայրերն են։ Ձեր թիկունքին այն ժողովուրդն է, որ աղոթել գիտի իր ժողովրդի համար, որ ստեղծել գիտի իր ժողովրդի համար, իր զինվորի համար։ Ձեր թիկունքին այն ժողովուրդն է, որ դարեր է կռվել ու ստեղծել այդ զինվորի համար, հուսալով, որ այս երկիրը մեր երկիրն է։ Ուրեմն կերտեք այլ, ստեղծեք այս վայրկյանին, այս րոպեին, ուրախության սրտով, լի հավատքով ու զորությամբ։ Նորակոչիկներին ողջունեց ու խաղաղ ծառայություն մաղթեց մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Նա կարևորեց զինվորական ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար, ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ բարոյակամային եւ տղամարդկային հատկանիշներ ձեռք բերելու տեսանկյունից։ Ի դեպ, մարզպետի տղան եւս այս պահին իր ծառայությունն է բերում զինված ուժերի N զորամասում։ Ինչպես տղան, այնպես էլ դուք ծառայելու եք հաղթանակած բանակում, ազատ անկախ Հայաստանի բանակում, ով հաղթանակներ տոնեց վերջին տասնամյակներում։ Հպարտանում ենք, որ այդ շարքերը համալրվելու են հենց ձեզանով։ Եվ ես համոզված եմ, որ դուք պատվով կատարելու եք այն պարտքը, որ ունեք հայրենիքի նկատմամբ։ Հնչող շնորհավորական խոսքերում գերակշռում էր մաղթանքը, որ բանակում ստացած ռազմական գիտելիքները երբևէ ռազմի դաշտում պետք չգան։ Ձեզ այդ վեհ, ազնիվ ու նվիրական գործում բոլորիդ շատ հաջողություններ եմ ցանկանում։ Ես կուզեմ, որ ձեզնից շատերը հերոսացած վերադառնան բանակից, որովհետև բանակում է, որ տղան տղամարդ է դառնում, իր բնավորությունն է կոփում, դառնում է իսկական իր երկրի քաղաքացին, նաև ինչու ոչ նրա զինվորը։ Աստված ձեզ զորավի ու պահապան, մենք ծնողներս ձեզ հետ ենք, ձեր կողքին, յուրաքանչյուր պահի ու յուրաքանչյուր վայրկյան, դուք պաշտպանում եք մեր սուրբ հայրենիքը, փառքով ու պատվով վերադառնաք տուն, մենք սպասելու ենք ձեր բարի վերադարձին, Աստված ձեզ հետ։
Զորակոչն առավել օրինական, արդար եւ թափանցիկ ապահովելու նպատակով նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կատարվեց վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն է ընձեռում առավելագույնս կանխել միջնորդավորված միջամտությունները եւ անօրինական գործողությունները։ Վիկտորիա Կարապետյան, Լիլիթ Յոլչյան, Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզպետին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը։ Խորհրդի քարտուղարը համառոտ ներկայացրեց նախորդ հանդիպումից հետո իրականացված աշխատանքները, ինչպես նաև երիտասարդական մայրաքաղաք ծրագրի շրջանակներում Ստեփանավանում կյանքի կոչված հետաքրքիր ձեռնարկումները, կազմակերպված միջոցառումները։ Խորհրդի անդամ Արթուր Վարոսյանի առաջարկությամբ քննարկվեց Լոռու մարզի համայնքներում երիտասարդական կենտրոններ բացելու մասին հարցը։ Առաջարկվեց երիտասարդների ակտիվությունը խթանելու եւ նրանց կարողությունները զարգացնելու նպատակով անցկացնել կոնֆլիկտների հաղթահարմանը, մարդու իրավունքներին, հանրային խոսքին, առաջնորդության եւ կամավորության զարգացմանը, ծրագրային առաջարկների կազմման եւ ֆոնդերի հայթայթմանը վերաբերող թեմատիկ դասընթացներ։ Խորհրդի անդամները ներկայացրեցին մի շարք միջոցառումներ իրականացնելու իրենց նախաձեռնությունը։ Վերջիններս հավանության արժանացան մարզի ղեկավարի կողմից։ Եթերում մարզպետարանի ժամն է։ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, տրանսպորտի ծիգի տնօրեն Էմիլ Սարգսյանի, փոխմարզպետներ Արսեն Դարփինյանի, Տիգրան Բադոյանի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնատար անձանց ուղեկցությամբ հունիսի 30-ին ծանոթացավ մարզում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքներին։ Նա եղավ M3 Մարգարա-Վանաձոր Տաշիր Վրաստանի սահման ճանապարհի վերանորոգվող հատվածում, որտեղ շինաշխատանքներն իրականացնում է Վարմաշ ՍՊԸ-ն, ծանոթացավ կատարվող աշխատանքների ընթացքին, ապա նաև Ագարակ Արևածագիր Խաչմերուկում ճանապարհահատվածում կատարվող աշխատանքներին, որն իրականացնում է Խաչար ՍՊԸ-ն։ Մարզի ղեկավարը եղավ Եղդան եւ Կողես համայնքներում։ Լոռու մարզի համար կենսական նշանակություն ունեցող Ագարակ-Օձուն M6 ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ծրագիրը Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական խոստումներից է։ 3.5 միլիարդ դրամ նախագծային արժեքով ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից, որից պետական բյուջեի ներդրումն էլ կազմում է 20%։ 400 միլիոն դրամ ներդրմամբ էլ հիմնանորոգվում է M3 Մարգարա-Վանաձոր Տաշիր Վրաստանի սահման ճանապարհի 4 կիլոմետր հատվածը։ Ագարակ Արևածագի Խաչմերուկ ճանապարհահատվածի ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնում է Խաչար ՍՊԸ-ն։ Ընկերության փոխտնօրեն Միհրան Զաքարյանի հավաստմամբ ջրահեռացման համակարգի կառուցումը գրեթե ավարտին է մոտենում։ Ագարակ, Կողես, Մղարդ, Եղդան 15.7 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածը գրեթե ոչ երթևեկելի էր, ասում է շինաշխատանքները իրականացնող ընկերության փոխտնօրենը։ Այստեղ արդեն իսկ հողային աշխատանքներն ավարտված են 90%-ով։ Մարդատար մեքենաներն էլ հանգիստ երթևեկում են։ Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ճանապարհի ծածկի համար, որի նպատակով էլ տեղում աշխատում են անգլիական Terex մագնիշի քարջարդիչ մեխանիզմներ, որոնք քարերը մանրացնում են խճի ու վերածում ավազի։ Աշխատանքները պայմանագրով ավարտը 2016 թվականի նոյեմբերին է, բայց մենք էլ ենք որոշում կայացրել եւ պատվիրատուի հետ համագործակցելով մենք ցկտելու ենք այս տարի ավարտենք։ Ինչքանով կստացվի չեմ ուզում 100%-ով խոստանալ, որտեվ եղանակային պայմաններ եւ այլը տարբեր հանգամանքներ կարող է լինել, իսկ այս տարածքը բոլորին ծանոթ է, որ շատ անձրևոտ տարածք է, իսկ ասֆալտի համար անձրևը վտանգներ կարող առաջացնի։ Ամեն ինչ անելու ենք, որ այս տարի ավարտենք աշխատանքները, համենայն դեպս ժամկետի շուտ հաստատ կավարտենք։ Հյուրերը եղան նաև Եղդան համայնքում, ծանոթացան կատարված աշխատանքներին։ Բնակիչների ու համայնքի ղեկավարի խոսքով վերանորոգվող ճանապարհն իսկական փրկություն է համայնքի զարգացման համար։ Գյուղատնտեսությունը կզարգանա, լավ ճանապարհը գլխավոր նախադրյալներից է, ասում է համայնքի ղեկավարը։ Կօգնի գյուղատնտեսության զարգացմանը, բերքի վաճառքին, շատ անգամ գնորդներ ճանապարհի պատճառով չէին գալիս գյուղ, ասենք կարտոֆիլ կամ հացահատիկ գնելու։ Հիմա համոզված ենք, որ սա մեծ աջակցություն ցույց կտա։ Այս տարածքում խորհրդային տարիներից ի վեր որևէ ճանապարհային վերանորոգման աշխատանք չի իրականացվել։ Միայն տարիներ առաջ Լինսի հիմնադրամի միջոցներով ասֆալտապատվել է Ստեփանավան-Ագարակ հատվածը։ Կատարվող աշխատանքների որակից մարզի ղեկավարը գոհ է։ Շուրջ 12 համայնք իրար է կապում։ Ես կարող եմ ասել, որ այս ճանապարհահատվածը այս տարածքում գոնե տնտեսությունը արագ տեմպերով զարգացնելու է, որովհետև տնտեսության զարգացման ամենակարևոր նախապայմանը դա հենց ճանապարհն է եւ մենք այսօր ունենալով նորմալ ճանապարհ, ես վստահ եմ, որ գյուղատնտեսությունը ել ավելի արագ տեմպերով կզարգանա, որովհետև կա նաեւ պետական աջակցություն գյուղատնտեսության մասով։ Վանաձոր-Բագրատաշյան ռազմավարական նշանակության ճանապարհի կառուցումը եւս չափազանց կարևոր է, որն էլ կհանդիսանա 2016 թվականի ամենալուրջ ձեռքբերումը մարզի համար, նշեց մարզպետը։ Մարզի ղեկավարն առաջին
առաջիկայում նախատեսում է լինել նաև արևածագ օձուն M6 ճանապարհահատվածում։ Իսկ այստեղ կատարված աշխատանքներից գոհ է նաև տրանսպորտի ծիգի տնօրեն Էմիլ Սարգսյանը։ Վերջինս խոսացավ նաև հնչած առաջարկները քննարկել, որոնք վերաբերում են գյուղտեխնիկայի համար բետոնե հատվածներ տեղադրելուն։ Ամենօրյա հսկողություն է իրականացվում, ամեն օր տեխնիկական հսկողության եւ երևակային հսկողության մասնագետները ստեղ տեղում են, բարբերաբար զեկուցում են ծիգին կատարված աշխատանքների վերաբերյալ, որը ամփոփվում ներկայացվում են նախարարին։ Ժամանակակից տեխնիկայի, որակյալ բանվորական ուժի եւ հետևողական աշխատանքի շնորհիվ մարզի քաղաքաշինությունը առաջ է ընթանում։ Ճանապարհաշինարարներն էլ իրենց հերթին դարձյալ խոստանում են ճանապարհը հանձնել ավելի շուտ, քան նախատեսված է։ Անահիտ Կարապետյան, Համլետ Պապանյան, Մարզպետարանի ժամ։ Շարունակում ենք թողարկումը։ Մարզի 113 համայնքներից գործող կանոնակարգով հաստատված հատակագծեր ունեն միայն 5-ը։ Երկու համայնք պատվիրել է եւ ունի հողերի օգտագործման սխեմա, որը փոխարինում է գլխավոր հատակագծին։ Եվս մեկ գյուղական համայնք բարձրացված գլխավոր հատակագիծ ունի։ Մնացած համայնքները չունեն ոչ քաղաքաշինական, ոչ հողաշինական հաստատված փաստաթղթեր։ Մարզի ղեկավարի կողմից հողօգտագործման հողաշինության բաժնին հանձնարարվել է վերահսկողությունը ուժեղացնել պետական սեփականության հողերի օգտագործման վարձակալության պայմանագրերի կնքման հողաշինարական փաստաթղթերի մշակման եւ դրանց հաստատման համաձայնեցման ուղղությամբ։ Նշված ծախսերը, ասենք, ոչ բոլոր համայնքները կարող են իրենց բյուջեներին հնարավորությամբ կատարել, բայց մեծ մասը, որտեղ ասենք կա հողի շուկա եւ իրականացվում է հողերի օտարումներ կամ փոխվում է հողերի նպատակային նշանակությունը եւ մուտքագրվում է որոշակի գումար, որը բավարար է նման աշխատանքները կատարելու համար, մարզպետի հանձնարարությամբ մեր ստորաբաժանման եւ քաղաքաշինության վարչության հետ համատեղ փորձելու ենք համայնքներին ներգրավել քաղաքաշինական եւ հողաշինական փաստաթղթերի մշակման ծրագրին։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Ալավերդու զբաղվածության տարածքային կենտրոնը հուլիսի 2-ին Ալավերդի քաղաքում անցկացրեց աշխատանքի տոնավաճառ։ Որպես գործատուներ աշխատանքի տոնավաճառում էին ոչ միայն տարածաշրջանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ նաեւ անհատ ձեռնարկատերեր։ Աշխատանքի տոնավաճառին ներկային զբաղվածության պետական գործակալության ներկայացուցիչը Լոռու փոխմարզպետը հյուր էր։ Նման տոնավաճառ Ալավերդի քաղաքում անցկացվում էր առաջին անգամ։ 30-ից ավելի տաղավարներում գործատուները սպասում են աշխատանք փնտրողների։ Ալավերդու տարածքային գրասենյակում գրանցված են 1374 աշխատանք փնտրող եւ 1302 գործազուրկ։ Իսկ աշխատանքի տոնավաճառում գործատուներն առաջարկում են շուրջ 80 աշխատատեղ, այդ թվում նաեւ ոչ այնքան տարածված մասնագիտությունների մասով, ինչպիսին է օրինակ դարբնի մասնագիտությունը։ Մեծ մասամբ աշխատանք փնտրողներն ունենում են նաեւ աշխատանքային փորձի ու վերապատրաստման կարիք։ Զբաղվածության գործակալությունն աշխատանք փնտրողներին օժանդակում է նաև այս հարցում։ Եթե մարդիկ ունեն մասնագիտություն, բայց չունեն աշխատանքային փորձ, ունենք աշխատանքային պրակտիկայի պետականելի ծրագիր, որի միջոցով 3 ամիս իրանք համարվում են աշխատող, մասնակցում են այդ ծրագրին եւ աշխատանքային փորձ են ձեռք բերում։ Թումանյանի տարածաշրջանում գործող արդյունաբերական խոշոր ձեռնարկություններն ապահովում են շուրջ 2500 աշխատատեղ, սակայն այդ ձեռնարկություններն ունեն նաև մասնագետների կարիք, որը երբեմն համադրել չի հաջողվում։ Թեղուտ ընկերությունը ներկայացրել է 11 աշխատատեղ։ Այնպիսի մասնագիտություններ են, որ հայաստանյան աշխատաշուկայում շատ դժվար են գտնվում նման մասնագետներ, բացի դրանից նման մասնագետների առկայությունը այս պահին է անհրաժեշտությունը այս պահին է առաջացել եւ տարբեր լրատվամիջոցներով հայտարարություններ են գնում նշված մասնագիտությունների մասով։ Կարծում եմ, որ կկարողանան գոնե մասամբ համալրել։ Նրանք, ովքեր մասնագիտություններ ունեն, մենք մեր մոտ հաշվառում ենք, երբ ազատ տեղ բացվելու դեպքում մենք հրավիրում ենք նրանց աշխատանքի, փորձաշրջան են անցնում մեզ մոտ, փորձաշրջանը անցնելուց հետո մենք կատարում ենք նաև նրանց պրակտիկական ուսուցումը, իրենց տարակարգերը բարձրացնելով եւ մասնագետներ պատրաստում մեր կողմից։
Աշխատանքի տոնավաճառ մարզում անցկացվել է միայն մարզկենտրոնում ու ամբողջ մարզի մասշտաբով։ Առանձին տարածաշրջանի համար նման տոնավաճառի անցկացումը կարևոր նշանակություն ունի, ասում է փոխմարզպետ Արսեն Դարփինյանը։ Հայտարարվեց մոտ 70 աշխատատեղ, որը ինձ թվում է այս տարածաշրջանի համար մեծ թիվ է։ Եթե 70 աշխատատեղից մի մասը գոնե լրացվի, դա շատ ողջունելի եւ մեզ համար հաճելի կլինի։ Ուղղակիորեն հնարավորություն է ստեղծում աշխատանք փնտրողին եւ գործատուին իրար հետ միմյանց հետ կապել։ Երկրորդ մյուս առումով գործատուները հնարավորություն ունեն բավական լավ զանգվածի աշխատանք փնտրողների ուրեմն տեսնել եւ հնարավորինս լավ մասնագետ ընտրել։ Ալավերդու արհեստագործական ուսումնարանում նոր ուսումնական տարուց նոր մասնագիտություններ են դասավանդվելու։ Մասնագետ վարպետներ գտնելը սակայն խնդիր է։ Մենք այսօր ներկայացրել ենք առաջինը խեցեգործ վարպետի հայ եւ վարսահարդարի վարպետի հայ, ինչպես նաեւ դարբնի հայ։ Բայց ճիշտն ասած, ինչքան որ ես շրջեցի, նայեցի, գործ փնտրողների մեջ այդ մասնագետները չկան։ Աշխատանք փնտրողները հենց տեղում լրացնում էին դիմումներ, ընդ որում տարբեր աշխատատեղերի համար, իսկ շատերն իրենց համար աշխատանքի առաջարկ չստացան։ Մենեջեր մասնագիտություն ունեմ, ուզում եմ իմ աշխատանքը գտնեմ Ալավերդիում հենց։ Ընտրությունը շատ քիչ է, շատ սպეციფიկ մասնագիտական շինարարական աշխատանքներ են, որը որ ասենք խոսքի արվեստի ոլորտի մարդը կամ որևէ ասենք բնակավարի մարդը ասենք չի կարող ընտրություն անել։ Աշխատանքի տոնավաճառը շարունակվեց մինչև երեկո, արդյունքները կամ փոխվեն 1 ամսից։ Մերի Գոլոլյան, Արման Տիտանյան, Մարզպետարանի ժամ։ Տարիներ շարունակ հունիսի 29-ին Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի հարակից այգում հավաքվում են արցախյան ազատամարտում իրենց հարազատներին կորցրած քաղաքացիները։ Այստեղ են գալիս մայրեր, քույրեր, կանայք, եղբայրներ ու զինակից ընկերներ անհետ կորածներին հիշելու ու ծաղիկ խոնարհելու նպատակով։ Լոռու մարզպետանի ներկայացուցիչները մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից ծաղկեպսակ դրեցին հուժակոտ հողին, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր սպասավորի առաջնորդությամբ էլ աղոթք բարձրացրին առ Աստված։ Ներկաները հանդես եկան նաև զորակցական ելույթներով։ Լոռու մարզպետանի սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը ընթերցեց մարզի տարածքից պատերազմի մեկնած, բայց մինչև օրս անհետ կորած 15 ռազմիկների անունները։ Անհետ կորածների ընտանիքների անդամներին մարզի ղեկավարի կողմից ցուցաբերվեց նաև դրամական օգնություն։ Հաղթական պատերազմ էր եւ ցավոք մենք ունեցանք եւ զոհեր եւ անհայտ կորածներ։ Այսօր անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրն է։ Հիշատակը մենք ասում ենք նաև զոհվածների համար եւ Աստված մի արասցե, որ դա վերաբերվի նաև անհայտ կորածներին։ Ես կասեի, որ այսօր նրանց սպասելու, նրանց վերադարձի հույսի հաստատման օրն է։ Եթերում մարզպետարանի ժամն է, շարունակում ենք թողարկումը եւ հաղորդման այս հատվածում համայնքային նորությունների էջն է։ Այս թողարկման ընթացքում մեր դիտակետում են Սպիտակի տարածաշրջանի Շիրակամուտի ենթախմբի համայնքները։ Հարթագյուղը 640 հեկտար հողեր ունի, որից ոռոգելի են միայն 140 հեկտարը։ Գյուղում առկա է նաև խմելու ջրի պակաս, ոռոգման ջրի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է կառուցել ջրամբար։ Գյուղապետարանում նման ծրագիր փորձում են իրականացնել տարբեր կազմակերպությունների աջակցությամբ, քանի որ գյուղապետարանը նման աշխատանքներ կատարելու համար համապատասխան միջոցներ չունի։ Մերի Գոլոլյանն է պատմում։ Գյուղի բարձրադիր հատվածում փոքր տարողությամբ ջրամբար կա, նաև ոռոգման ցանց, որը բարձրադիր հատվածի 40 հեկտար հողերն է ոռոգում։ Դա գյուղի համար փոքր ծավալ է, ուստի նոր ու ավելի տարողունակ ջրամբարի կառուցման անհրաժեշտություն կա, ասում է գյուղապետը։ Նախկինում մենք ունենք Շիրակի այդ գետիկ հասկացողությունը, որը ամբողջովին ոռոգման տարածքի մեջ էր, հիմա չկա, երկրաշարժից հետո դա չկա, ամբողջովին չկա։ Մեր միակ հույսը դա որ ջրամբար կառուցվի։ Սակայն Հարթագյուղի գյուղնշանակության հողերի 60%-ը ոռոգման ցանցեր չունի եւ դրանք օգտագործում են որպես խոթարքներ։ Ցածրադիր հատվածի 140 հեկտար հողերից ոռոգելի է 100-ը, այն էլ պոմպերի օգնությամբ։ Ոռոգման ջրի սակավության պատճառով տարեցտարի նվազում են կարտոֆիլի ցանքատարածությունները։ Նախկինում այստեղ ցանել ենք մոտ 80-90, դաժե 100 հեկտար կարտոշկա։ Իսկ հիմա
մոտ 30 հեկտար կարտոշկա ենք ցանում, ընդամենը 30%-ը չենք ցանում։ Ջրամբարի կառուցման դեպքում Սարերի առուների ջրերը կլցվեն ջրամբար, այդպիսով գյուղի անջրտի հողամասերը եւս հնարավոր կլինի ոռոգել։ Բացի այդ, ոռոգման ցանցը հատկապես կիսախողովակները ջարդված են, ուստի ջրի կորուստները մեծ են։ Ջրելու ժամանակ մեր ժամում մարդիկ վճարում են 2300-ից 2400 դրամ փող, մոտ 1000 մետրը ջրելու համար առնվազն իրան 4-5 դրամ պետք է փող ծախսի։ Հարթագյուղի բնակիչները Խնկոյանի ջրամբարից օգտվել չեն կարող, քանի որ ջրամբարը Հարթագյուղից ավելի ցածր մակարդակում է գտնվում, այնպես որ Հարթագյուղում սեփական ջրամբարի կառուցման անհրաժեշտություն կա, այստեղ ամռան շրջանում նաև խմելու ջրի պակասություն կա։ Անձրևը առատ տարի սկզբից եկավ, մի օր անձրևը կտրվել, էլի չորացել է, ցամքել է, ջրհորները ցամքել են, 3 մետր ջուր էր լցվել, մնացել է կես մետր։ Ջրհոր ենք փորում, կարտոշկա ենք ջրը։ Մերիկոլոլյան, Արմեն Հովսեփյան, Մարզպետարանի ժամ։ Մեծ Պարնի համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 85%-ը մշակվում է։ Միայն այս տարի ցանվել է 655 հեկտար ցորեն, 200 հեկտար գարի, 200 հեկտար կարտոֆիլ։ Համայնքի վարելահողերի գրեթե կեսը 600 հեկտար ջրովի է։ Զարգացող դաշտավարությամբ գյուղում առկա էր միայն գյուղտեխնիկայի խնդիր, որն էլ օրեր առաջ լուծվել է։ Մեծ Պարնին ընդգրկված է գյուղատնտեսության ռեսուրսների կառավարման ու մրցունակության ծրագրում, որի շրջանակներում էլ հնարավոր է եղել եւ ձեռք է բերվել գյուղտեխնիկա, 4 տրակտոր, շարքացան, խոտի հնձիչ ու այլ սարքավորումներ։ Գյուղտեխնիկան ձեռք է բերել Մեծ Պարնի արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվը։ Համագործակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են նաև շինարարական ծրագրեր։ Ներկայում գյուղի հեռագնահարոտներում տեղադրվում են խմոցներ, բարեկարգվում են արոտներ տանող ճանապարհները։ Գյուղի համար սա առաջնային խնդիրներից մեկի լուծում կլինի, ասում է գյուղապետը։ Թրշկանի գոտում մենք ունենք 60 հեկտար վարելահող եւ վեր են ածվել բնական խոթարքերի, որոնք որ ճանապարհի առումով մարդիկ չեն հնձում եւ այս խոտը չեն տեղափոխում։ Առաջին հերթին այդ 60 հեկտարը լիարժեք կհնձվի եւ գոնե կհակավորվի եւ կտեղափոխվի համայնք կամ ինչ որտեղ կվաճառվի։ Ծրագրով նաև այսպես կոչված 5 գյուղատեղի հանդամասում 1000 քառակուսի մակերեսով փարակ եւ հովվատուն է կառուցվելու։ Այդպիսով պայմաններ կապահովվեն այնտեղ գիշերող հովիվների համար։ Շինարարության մասով համայնքի ներդրման մասնաբաժինը գումարի 5% է, իսկ գյուղտեխնիկայի մասով կոոպերատիվը վճարելու է 20%։ 30% ներդրում էլ Հեյֆեր կազմակերպությունն է կատարել, իսկ մնացած 50%-ը Հայաստանի Հանրապետության կառավարության ներդրումն է։ Կառավարության մասնաբաժինի 50%-ը գրեթե եթե կարելի այդպես անվանել նվեր է, իսկ 20%-ը կոոպերատիվի անդամները, աջակցել է նաև համայնքապետարանը եւ 30%-ը պետք է աշխատեն 3 տարվա ընթացքում հավաքել կոոպերատիվի բանկային հաշվին։ 1989 թվականից հետո նոր գյուղտեխնիկայի համալրում Մեծ Պարնիում չի եղել։ Գյուղտեխնիկայի մասով ներդրված գումարը 70 միլիոն դրամ է, իսկ շինարարությանը 60 միլիոն դրամ։ Կոոպերատիվի հիմնադրումը նախ մեծ անհրաժեշտություն էր մեր գյուղի համար։ Ամենամեծ անհրաժեշտությունն էր անով, որ ձեռք բերեցին նոր լիարժեք նոր տեխնիկաներ, ինչը մեծ նշանակություն կունենա մեր նոր վայելահողերի, ավելի ճիշտ խոպան հողերի մշակման արդեն հարցում։ Գյուղտեխնիկան նոր է, ուստի անսարքություններ այս շրջանում, երբ խոտի բերքահավաքն է կազմակերպվում, չեն լինում։ Գնային քաղաքականությունն էլ զգալի տարբերվում է նախորդ տարիներից, վարությանը կատարվում է ավելի մատչելի գներով։ Գրեթե գյուղի մեծ մասը ընդգրկված են կոոպերատիվում եւ ասենք մեր համագյուղացիների համար գործում են ոչ թե զեղչային մեր կոոպերատիվի արդեն գնային համակարգը, անհատներից զգալիորեն ուրեմն ցածր գներով, ինչը կնպաստի նաև տվյալ տնտեսությունների մի քիչ ավելի քիչ գումար ծախսեն, ստանան ավելի շատ բերք իրենց տնտեսությունը ավելի շուտ զարգացնեն։ Սպառողական կոոպերատիվը հիմնադրվել է նախորդ տարի։ Գյուղտեխնիկային կոոպերատիվի անդամները սպասում էին դեռ աշնանը, սակայն ծրագիրը ձգձգվում էր, ուստի Գառնան գյուղատնտեսական աշխատանքները Մեծ Պարնիում կազմակերպվել են հնամաշ տեխնիկայով։ Այս աշնան վարությանի աշխատանքները կկազմակերպվեն նորով։ Մանեխ Լոպուզյան, Մերիկոլոլյան, Արմեն Հովսեփյան, Մարզպետարանի ժամ։ Խնկոյանն ունի վերանորոգված դպրոց, համայնքային կենտրոն, գյուղը գազաֆիկացված է, ապահովված է ջրով։ Համայնքի ղեկավարը գյուղի չլուծված միակ խնդիրը համարում է ճանապարհների բարեկարգումը։ Մոտ 2 տարի առաջ խճապատվել է Հարթագյուղ-Խնկոյան ճանապարհը, որը սակայն կրկին նորոգման կարիք ունի։
Դեպի Խնկոյան 2 ճանապարհ կա՝ Հարթագյուղ-Խնկոյան եւ Լուսաղբյուր-Խնկոյան։ Հարթագյուղ-Խնկոյան ճանապարհը թեև 2 տարի առաջ է խճապատվել, սակայն վատ վիճակում է, իսկ Լուսաղբյուր-Խնկոյան ճանապարհին փոսային նորոգումներ իրականացվում են 2 տարի մեկ, որով ճանապարհն ուղղակի անցանելի է պահվում։ Ես չեմ վճարում, իրանք են կատարել 2 տարի առաջ։ Հիմա ամփոփ եղել իրանք աշխատանքը, կամ դու վերանորոգեն։ 3 տարի իրանց հսկողության տակ է։ Այս տարի Խնկոյանում շուրջ 80 հեկտար ցորենի, 50 հեկտար գարու, նույնքան էլ կարտոֆիլի ցանց է կատարվել։ Գյուղի ունի ոռոգման ջրի խնդիր։ Վերջին տարիներին Խնկոյանի գլխավոր խնդիրը գյուղից երիտասարդ ընտանիքների արտագաղթն է։ Երիտասարդ ընտանիքները տեղափոխվում են քաղաք, իսկ գյուղում մնացած երիտասարդներն էլ չեն շտապում ընտանիք կազմել։ Ջայրները չեն ամուսնանում։ 24 հատ տղամարդ կա նշանվելու ազատ տղեկ։ 16 հատ աղջիկ։ Շանք որ ամուսնանան բնակությունը շատ են ագել է։ 1989 թվականին դպրոցը 50 աշակերտ է ունեցել, հիմա 11։ Գյուղից երիտասարդ ընտանիքների տեղափոխման հետևանքով միայն վերջին 2 տարում դպրոցից հեռացել է 7 երեխա։ Հարությունի համադասարանցիներից շատերն են տեղափոխվել, թեև ընկերներին կարոտում է, բայց ասում է քիչ աշակերտներով էլ դասերը հետաքրքիր են անցնում։ Դասերը շուտ կսովին, ավելի լավ կերնի, շատով կերնի չենք հասցնել պատասխանել։ Ռաֆիկ Մադոյանի 4 որդիները Հայաստանում չեն ապրում։ Գյուղում ապրող որդին էլ 2 տարի առաջ երեխաների վերցրեց ու հեռացավ գյուղից։ Աշխատանք կա, զավոդ կա, հիմնարկ ձեռնարկություն կա, չկա, ուրեմն վերջ, ելլի կերտա, որ հայտատ է, ստեղծե ու բերե իրար ընտանիքը կմպայ։ Ռաֆիկ Մադոյանը 9 թոռ ունի, որոնցից մեկը ավարտում է զինվորական պարտադիր ծառայությունն ու շուտով կվերադառնա տարեցամուսինների մոտ։ Մերի Գոլոլյան, Արմեն Հովսեփյան, Մարզպետարանի ժամ։ Ալավերդի Հուլիսի 1-ից նոր հասցեում է գործում Ալավերդու բժշկական կենտրոնի ախտաբանանատոմիական բաժանմունքը։ Նոր կառուցված շենքը գործում է Ալավերդի քաղաքի Դեպետ թաղամասում։ Բաժանմունքի կառուցումը եղել է Ալավերդու բժշկական կենտրոնի հիմնանորոգման ծրագրի մի մասը։ Մերի Կոլոլյանն է գնահատել կատարված աշխատանքները։ Ախտաբանը անատոմիական բաժանմունքում կատարվելու են հյուսվածքաբանական և բջջաբանական հետազոտություններ, որոնք իրականացվելու են նորագույն սարքավորումներով։ Գույքի և սարքավորումների ձեռքբերում հնարավոր է դարձել Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի, Լոռու մարզի առողջապահական հիմնադրամի և Ալավերդու բժշկական կենտրոնի միջոցների հաշվին։ Ախտաբանը անատոմիական ծառայության շենքի կառուցումն արժեցել է 80 միլիոն դրամ, որի 10% ներդրումը կատարվել է Ալավերդու բժշկական կենտրոնի կողմից։ Վերազինվող գույք սարքավորումների արժեքը կազմել է մոտավորապես 21 միլիոն 650 հազար դրամ։ Ախտաբանը անատոմիական բաժանմունքը համապատասխանում է առողջապահական բոլոր չափորոշիչներին, ասում է բժշկական կենտրոնի տնօրենը։ Նմանատիպը տարածաշրջանում չունենք։ Ընդհանուր տարածքը 1000 քառակուսի տարածք է, որը ամբողջությամբ պարսպապատ է։ Մոտավորապես 250 քառակուսի ընդհանուր շենքն է։ Նախկինում դիահերձարանը գործում էր Ալավերդու բժշկական կենտրոնի տարածքում, այնինչ ըստ չափորոշիչների ախտաբանը անատոմիական բաժանմունքը պետք է գործի առողջապահական հաստատությունից եւ բնակելի հատվածից առնվազն 30 մետր հեռավորության վրա։ Ալավերդու բժշկական կենտրոնից հեռավորությունը պահպանվել է, իսկ բնակելի տարածքից ոչ։ Տարածքն ընտրվել է եղած հնարավորություններից ելնելով։ Մերի Գոլոլյան, Արմեն Հովսեփյան, Մարզպետարանի ժամ։ Տոնական մեծ հանդիսությամբ անցած շաբաթ տեղի ունեցավ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի մագիստրատուրայի 2014-2015 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառման սկիզբն հաստահարեցին Հայաստանի Հանրապետության և Վանաձորի պետական համալսարանի օրհներգերը։ Այնուհետև 12 մասնագիտությունների գծով մագիստրոսական վկայականներ ստացան 145 ուսանողներ, նրանցից 46-ն արժանացան գերազանցության դիպլոմների։ Մագիստրոսի կոչմամբ ձեռնադրվելու և ավարտական դիպլոմներ հանձնելու պատիվը տրվեց Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանին, խորհրդի նախագահ Հենրիկ Քոչինյանին, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Արեն Սանթոյանին, ինչպես նաև ֆակուլտետի դեկաններ Սամվել Ժամհարյանին, Ալբերտ Պողոսյանին, Թերեզա Շահվերդյանին, Հերմինե Գրիգորյանին և Զարուհի Վարդանյանին։ Փորձելով զսպել հուզմունքն ու ուրախությունը, ողջույնի և երախտագիտության խոսքերով հանդես եկան նաև շրջանավարտները։ Չխախտելով արդեն ավանդական դարձած կարգը,
Մագիստրոսները սրտի թրթիռով եւ մեծ հպարտությամբ մասնակցեցին նաեւ երթման հանդիսավոր արարողությանը։ Օրեր առաջ էլ ավարտական վկայականի արժանացավ նաեւ Բուհի միակ օտարերկրացի ուսանողը Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարանի սան Դանուտա Ստոյակը, ով 10 ամիս շարունակ կրթություն ստացավ Վանաձորի համալսարանում։ Ավարտելով Վանաձորի պետական համալսարանը ավարտվում է ոչ միայն այս շրջանավարտների ուսումնառությունը, այլև կյանքի կարևոր շրջափուլերից մեկը։ Նրանք մտնում են նոր կյանք զինված գիտելիքներով եւ բարոյական բարձր հատկանիշներով։ 2014-2015 ուսումնական տարվա շրջանավարտները եւս խոստանում են հավատարիմ մնալ իրենց մասնագիտությանը եւ պատվով կրել Վանաձորի պետական համալսարանի շրջանավարտի կոչումը։ Ես ուզում եմ, որ այս տարիները իզուր չանցնեն մեր շրջանավարտների կենսագրության համար այն տեսանկյունից, որ նրանք գիտելիքներ են անվարել եւ ես կուզենայի անպայմանորեն, որ նրանք հետագա առաջընթացի մեջ իրենց բավարարված զգային մեր տված գիտելիքների սահմաններ։ Այսքանն էինք նախատեսել Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի մարզպետարանի ժամ հաղորդաշարի 159-րդ թողարկման համար։ Ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։ Չկարողանալով գրանցել հարկերի հավաքագրման բարձր տոկոս, համայնքապետարանները ի վիճակի չեն լիարժեքորեն կատարել իրենց պարտականությունները։ Արդյունքում չվճարելով հարկերը, հարկատուները կորցնում են ավելի շատ։ Պատկերը կլինի հակառակը, եթե վճարեք գույքահարկը եւ հողի հարկը։ Վճարելով հարկերը, դուք տալիս եք ձեր երեխաներին հետաքրքիր եւ գունեղ մանկություն ունենալու հնարավորություն։